Շում եք հայտնի օրինակը, թե ինչպես են փղին ենթարկվել սովորեցնում, որպեսզի վերջինս դուրս չգա սահմաններից։ Ընդամենը փոքր հասակում պարանը կապում էին ոտքից։ Նա մի քանի անգամ փորձում էր ազատվել, դուրս գալ նախապես սահմանված տարածքից, բայց դեռ փոքր էր։ Ուժը չէր հերիքում պոկել պարանը։ Այդ պատճառով վնասում էր նաև ոտքը, վերքը լինում է ցավոտ, որից երբեմն նաև արյունահոսում էր։ Ու այս ամենից նա հասկանում է, որ կանոնը խախտել նախ հնարավոր չէ։ Փիղը գնալով մեծանում է, բայց շարունակում է պահել կանոնը։ Իսկ իր հասուն տարիքում տեսնում ենք չակերտավոր հրաշքը։ Ահռելի մեծ փիղը դուրս չի գալիս շրջանակից, որպեսզի չվնասի իրեն պարանը ձգելու պատճառով։ Պարան, որը էլ չկա։ Կարևորը ապագա հզորի դեմն առնելն է այն ժամանակ, երբ դեռ կարող ենք ազդել իր ուժի վրա։ Իսկ հետո նա չի էլ փորձելու։ Սա ձեզ ոչինչ չի հիշեցնում։ Դու ուզում ես խաղալ, նստի դասերը տարա։ Դու պարտավոր ես լինել այնպես, ինչպես բոլորը։ Ինչպես կոդասարանի մյուս երեխաները։ Դու պարտավոր ես լինել հարմար շրջապատի համար։ Բարկությունը ցույց մի տուր։ Քեզ մի բան դուր չի գալիս, գլուխդ կախ արա, որովհետև մնացածը քեզանից ավելի շատ են հասկանում։ Կարելի է միայն այն, ինչը քո փոխարեն որոշել է համակարգը։ Նմանատիպ ճնշումներով մի քանի ամսվա աշխատանք ու հնազանդ ստրուկը պատրաստ է։ Պետական կրթության եւ իրական կրթության մեջ միշտ եղել է մեծ տարբերություն, դեռևս ստրկատիրական ժամանակներից սկսած։ Ազատ ընտանիքներում իրենց առանց այն էլ ազատ մտածելակերպ ունեցող երեխաներին սովորեցնում էին կառավարել այլոց, ազդել ստրուկների վրա, իսկ ստրուկներին սովորեցնում էին ենթարկվելու բոլոր կանոնները։ Մտածեք այս մասին։